Այդ որ ժամանակին լիքը պրոբլեմներ ունեիր։ Բուլդուզերի նման դեմդ մաքրինք, բրդինք տարանք առաջ քեզ։ Ասնավաններ ունեին։ Թե որ դու քեզնով մնայիր, այսօր կդառնայիր գող սմբող։ Խելքդ գլուխը հավաքի։ Ջան, ես քեզ ասացի չէ, որ դու այդ ամեն ինչից հեռու մնա։ Ոչինչ բանի մեջ մի խառնվի։ Չես տեսում ինձ։ 60 տարեկան կնիկը թոշակ է ստանում, մի 30,000 դրամ։ Ու դրանով պետք է ամբողջ ամիսը ապրի։ Մտնում եք ջեբը, տանում եք։ Մարդու ամբողջ մի ամսվա ապրուստը։ Հետո էլ ասում եք ջեբկիրությունը հարգված է։ Սաղ կյանքս եթե մեկին ընդունել եմ, այդ իմ համար գողն այլ է, որովհետև դուք եք մենակ յուրաքանչյուր հարցին ճիշտ լուծում տվել, ցավները տանեմ։ 35,000 հայ կա այսօր ներս նստած, որի մեծամասնությունը Հայաստանից եկած հայերն են։ Բայց Ղարաբաղում դեռ պատերազմը չի վերջացել։ Այո։ Ես սպանել եմ պատգամավոր Ստեփանյանի որդուն։ Ուշադիր նայ։ Ես էլ եմ ասովորում։ Անունն էլ Անժելա է։ Ես էլ պետք է թասու գտնես իրան։ Կա։ Քեզ բերել եմ ստեղ որ ապահով մնաս։ Որ իմ սիրտը հանգիստ լինի։ Պարոն Պետրոսյան, Անժելան ձեր միակ երեխան է։ Ես էլ լավն եմ ուզում։ Դուք չգիտեք, թե նրանք ինչքան վտանգավոր մարդիկ են։ Նրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնի։ Այս հարցի մասին ցանկացած գող իրավունք ունի տեղյակ լինի ու իր ասելիքն ասի։ Ինձ մի օր ժամանակ դու սանցաղին հատատ կխփեմ։ Պարոն դատավոր, խիմենակ արևանգեց։ Դու չեք պատկերացնի մտքին ինչեր էր անում էդի։ Դե ես իրան ասացի ազգային ժողով, քննարկումներ, բան։ Չարայտի տես չէ, ասի, երեխեն հիշի։ Խի ես սենց տղա է։ Այո, ճիշտ է ասում։ Ուղղակի ես ուզում եմ, որ այդ ամեն ինչը պատմելուց իմ աշկերի մեջ նայի։ Կնայեմ ու կասեմ, գիտես թե քեզանից են վախենում, արա։ Դες արդ համբալը ոնց զադնի դրեց։ Արա դե երեխեն քաղցր բան է, էլի, մանավանդ աղջիկը։ Դե շրջան մի քիչ էլ քո ֆակտորը կար։ Դե ես իրան ասացի ազգային ժողով, քննարկումներ, բան։ Չարայտի տես չէ, ասի, երեխեն հիշի։ Խի ես սենց տղա է։ Վայ սաքուլ ոնց թևերս կոդրիր։ Բա հիմա ինչ ենք անելու, շեֆ։ Ես էլ ասել եմ, որ ամեն բան լավ է արվելու։ Երեխուն հետ ենք տալու, չէ։ Դրա մասին շուտ է խոսալ, ընկեր։ Հələ դատ կա, դատաստան կա, համետենանք այդ համբալը մինչև վերջ իրան ոնց է պահում։ Ստեփանյան, չես կարծում, որ կարող արդեն միլիցեքի գիրկը թռածնի։ Հա։ Չէ, չեմ կարծում։ Ինքը ինձ լավ է ճանաչում։ Եթե այդպես խաղեր տա, ինքը լավ գիտի, իրանց տեք խփենք, աղջկան էլ ընդ եղավ։ Սիրակ, Աստված մեր կողմից է։ Որտե՞ս պիտի գտնենք այդպես դատավոր, որ աղջիկը Ամերիկայում է սովորում։ Թե չէ որ ստեղ ելներ չենք կարող անեինք։ Դու ինձ լավ գիտես, որ դերել բռնելուի կզասնե ինչ տարբերություն։ Շան անունը դու պետը ձերը կա։ Ինքն է։ Դե վեկար։ Ալո։ Ալո։ Սիրակի չես ուզում եմ խոսել իմ աղջկա հետ։ Պարոն Պետրոսյան, հարց չկա, ես ամեն ինչ կազմակերպեմ։ Էդ ինչ ես կմկմում։
Չես կարողանում խոսել։ Չլինի այդ հաստավզիտ մոտես։ Հլա դու իրան հեռը խոսա։ Շե, ուսում է այդ խոսը։ Պարոն Պետրոսյան, հիմա ինքը շատ զբաղված է, պատվիրակություն ունի մոտը։ Հասկացա։ Չի ուզում խոսել։ Ոչինչ։ Բայց ես ուզում եմ հենց հիմա խոսել իմ աղջկա հետ։ Իմ պահանջը կարծում եմ իրավացիա, չէ՞։ Դու էլ իմ տեղը լինեիր։ Չէ։ Այսինքն ում եմ ասում։ Քեզ համար այս ամենը մի հաշիվ է։ Չէ, ինչ եք ասում, պարոն Պետրոսյան։ Ես ձեզ շատ լավ հասկանում եմ։ Ես կխոսամ պարոն Ստեփանյանի հետ։ Կկազմակերպեմ, խնդիր չկա։ Սպասում եմ զանգիդ։ Շեֆ ջան, ինչ անեմ։ Աղջիկը հետ ուզում խոսա։ Արասի, մինչև դատավճիռը չպրծնի, ոչ մի աղջիկ եղավ։ Ախր չես պատկերացնում ինչ քաղցր բան է այդ անտերը։ Այդ մարդիկ, որ կռիվ են տալիս, այդ հենց ընես չգիտես, չէ։ Սերոժ, հլա պատկերացրա։ Առավոտ մեքենան գալիս է հետևից քեզ տանում է գործի։ Մտնում ես գործի տեղ, մի հատ քարտուղարուտ չոլապ, հետո մտնում ես կաբինետ, նստում ես աթոռի հետ, պոչիդ հետևից սկսում են վազվզել, հետո ընդունելություններ, ու սկսում են խոսալ, ասեմ շատ ժամանակ չեմ էլ լսել դրանց, բայց հասկացել եմ, խոսալուց եմ հասկացել, որ փող առել, հետո պարոն Սողոյան, Չէ, Սերուժ, այս ամեն ինչը շատ ծանր է, լուրջ ես ազնությամբ եմ ասում, ես եմի քեզ հետ խոսում եմ, հավասարի, ասեմ իմանաս, որ ես ինձ դրանից լավ եմ զգում։ Ասում են, որ մարդուն գործից հեռացնում են, շատ լուրջ հոգեբանական տրավմա է ստանում։ Այսօր իմ դժբախտության պատճառը դու ես, բայց ես քեզ խղճում եմ։ Չէիր սպասում։ Դու ով ես։ Այս սուչկա տաստաժոպ է, ուշադրի ես իմ չեմ ասում։ Բայց ինչ ա եղել։ Ես բան չեմ հասկանում, ինչ եմ արել։ Շատ չես վեկանում քո վրա։ Նայել ես քեզ հայելու մեջ։ Մի հատ էլ ելույթ ես ունենում պրոդյուսեր են քեզ բռնաբարեն։ Այ մրոտ, մի անգամ է դատարանում բերանդ բացել ես, զուտ կկտրեմ։ Ինչ անեմ, գիտես հեշտ է, վախենում եմ ես դրանցից։ Ինչ պիտի անեն աղջի, գործից անել թե տփեն։ Վերջին անգամ եմ ասում, դատարանում մի բառ ասացիր, կոկորտ կկտրեմ։